Air Arabia Հայաստանի կառավարություն ժպտուն օրերից մնացել են միայն լուսանկարները, գցեցին արաբներին, նկատում են ընդդիմադիրները։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, գցել է Air Arabia-ին։ Հայաստան խմբակցության падգամավորը հրապարակում է Air Arabia ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի Ադել Ալ-Ալի նամակը Հայաստանի վարչապետին։ Ադել Ալ-Ալին գրում է. Հայաստանի կառավարությունը խոստացել էր վերացնել ուղևորահարկերը, իջեցնել Զվարթնոց օդանավակայանի բեռնամշակման, վառելիքի եւ այլ վճարների չարդարացված սակագները, չաջակցել ցածրորակ ավիափոխադրողների մուտքը հայկական շուկա, բայց ոչ մի շարժ։ Սրանք այն օրերն էին, երբ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ժպտում էր։ Սակայն մռայլ էր Հայաստանի քաղավիացիայի աշխարհը։ Հայաստանը Եվրոպական միության ավիացիոն սև ցուցակում հայտնվեց։ Եվրոպացիները դժգոհում էին Հայաստանի քաղավիացիայի ավիաընկերությունների թռիչքային գործողությունների նկատմամբ վերահսկողությունից, ասում էին օդանավերի տեխնիկական վիճակը պատշաճ չի ստուգվում։ Այստեղ գրանցված կազմակերպությունները ավիափոխադրողները դեպի Եվրոպա մեկնելու ուղղակի հնարավորություն չեն ունենում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Air Arabia-ի տնօրեններին ասում է, ես ձեզ խոսք եմ տալիս, որ կանեմ գործողություններ, որի արդյունքում մենք դուրս կգանք այդ սև ցուցակից, ի վերջո կստեղծենք պայմաններ եւ մեր համագործակցությունը արդյունք կունենա։ Եվ Air Arabia-ն էլ համաձայնում է, համապատասխան ներդրումներ իրականացնում։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, գցել է Air Arabia-ին եւ իր խոստումները չի իրականացրել։ Նիկոլ Փաշինյանը արաբներին գցել է, Հայաստանի քաղաքացիներին կեղեքել, շարունակում է ընդդիմադիր падգամավորը։ Հայաստանի Հանրապետության հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ պարզապես մսխվել է։ Հայ-արաբական այդ համատեղ գործարքի շրջանակներում Հայաստանի բյուջեից 4 միլիարդ 733 միլիոն դրամ տրամադրվեց, եւս 4 միլիարդ 733 միլիոն դրամ Air Arabia-ն տվեց։ Այդ 9 միլիարդ 466 միլիոն դրամով Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենար։ Վայ այդ ունենալուն, ասում են ընդդիմադիրները։ Փաշինյանը գցել է Ազգային փոխադրողը Fly Arnan էր, որ ստեղծվեց Հայաստանի կառավարության հիմնադրամի ANIF-ի եւ Air Arabia-ի 2021 թվականի պայմանագրով։ Այն նույն Fly Arnan, որ առաջին թռիչքն իրականացրեց 2022 թվականի հունիսին, որ 2024 թվականի հունվարին հայտարարեց բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, որ 2025-ին ըստ մամուլի անցավ լիկվիդացիայի։ Ստացվեց Հայաստանի Փաշինյանական օրերի ազգային ավիափոխադրողը թռիչքային 1.5 տարվա կյանք ունեցավ, փաստաթղթային 4։ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է կան ծրագրեր, որոնք ուղղակի խայտարակություն էին, դա խայտարակություն չի, Նիկոլ Փաշինյան։ Դա ձեր անմիջական գործողությունների կամ անգործությունների հետևանքով մեր հերոս հարկատուների վրա արժեցած 4.5 միլիարդ դրամ է։ Եվ իմիջիայլոց հերթական անգամ հիշեցնեմ, որ այս հիմքերը ընդունելով մեր դեմ հայց է ներկայացված միջազգային դատարանում եւ բավարար հիմքեր են, ամենայն հավանականությամբ այդ հայցը կբավարարվի։ Միջազգային ընկերությունը դատի է տալիս Հայաստանին, չեն ուզում տեղից շարժվել հայ իրավապահները, գործ հարուցել, ընդդիմադիր падգամավորի հարցը հռետորական է։ Եթե քննչականը պատահաբար այս նամակին չի տիրապետում, ես կարող եմ այն փոխանցել, որպեսզի հետագա քննությունը շատ ավելի էֆեկտիվ տեղի ունենա։ Air Arabia ընկերության գլխավոր գործադիր տնօրենը դեռ 2023 թվականին է ահազանգել։ Լավ տեղ չեն տանում Հայաստանի իշխանության քայլերը ու առնվազն ANIF-ով իսկապես չտարան ազգային ավիափոխադրող ունենալու անվան տակ փոշիացված 4 միլիարդ 733 միլիոն դրամը ընդամենը մի դետալն է կոռուպցիոն մեծ փազլի։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդով այդ նույն ANIF-ով ընդհանուր առմամբ 25 միլիարդ դրամ է փոշիացվել։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։